Բարև ձեզ, եթերում The Point հաղորդաշարն է եւ այն վարելու եմ ես, Սարգսյան Ծովինարը։ Այսօր քննարկելու ենք Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը Անի Խաչատրյանի եւ Հայկ Սահակյանի հետ։ Օրեր առաջ մենք գտնվում էինք սահմանամերձ Մեղրիում եւ Մեղրիում գտնվելով մի շարք գյուղերում եւ Մեղրի քաղաքում ես հանդիպեցի հայի մի տեսակի հետ, որը պայքարող էր, արարող էր։ Մարդիկ այնտեղ պայքարում էին կենցաղային բաների համար, կենցաղային ջրի, ոռոգման ջրի եւ փորձում էին գտնել լուծումներ եւ մոտիվացված, ոգևորված վերադարձա Երևան, հույս ունենալով, որ այստեղ նույնպես կհանդիպեմ հայի նույն տեսակին, բայց արի ու տես օրեր անց ես հանդիպում եմ հայի մեկ ուրիշ տեսակի, ով պատրաստ է իր սեփական ժողովրդի դիմաց զենք բարձրացնել եւ խոսել այդ մասին այնքան սառնասրտաբար, ասես թե ոչինչ չի եղել։ Եվ միանգամից մարդու մոտ թևերը կոտրվելու ինչ-որ զգացում է առաջանում, բայց այս ամենից հետո նաև հասկանում ես, որ անխուսափելի են այս մարդկային երկու տեսակները։ Հայկ, ինչ կասես ներկայումս տիրող իրավիճակի մասին։ Չգիտեմ, երևի գիտեք, երբ առաջին րոպեներին կարդում էի եւ լսում էի նաեւ կարդում էի այդ զայնագրությունը, անկեղծ ասած բանականությունս թույլ չէր տալիս արտահայտվելու եւ չէի գտնում բառեր, որով կարելի է բնութագրել, բայց ամեն դեպքում մենք պետք է հասկանանք, որ քաղաքական դաշտում ի շնորհիվ ես ճիշտն ասած չեմ ուզում այդ մարդուն նաեւ սրբազան անվանենք, որովհետեւ ինքը կապ չունի ոչ սրբության, ոչ ավազանի եւ ոչ էլ եկեղեցու հետ։ Ես առաջարկում եմ իրեն օրինակ անվանենք իր ներկայիս կարգավիճակով, ես իրեն անվանելու եմ Բագրատ Ճաղավանդակ։ Այդ մարդը ուրեմն Սեքեմն էլ հանելա։ Հա, չէ, ի շնորհիվ այդ մարդու, ինչ էի ասում, ի շնորհիվ այդ մարդու քաղաքական դաշտում եղավ կոնսենսուս -1 եւ այդ մարդը հստակ գծեց այդ կոնսենսուսը, որովհետեւ ովքեր իրեն սատարում են, ովքեր իր հետ դուրս կգան սրանից հետո փողոց, որովհետեւ միջևս գուցե իրեն հավատացել դուրս էին եկել այդ փողոց։ Ինքը խափում էր, չէ՞, մարդկանց ասում էր ոսկեպարով գնում եմ Արցախ, բայց ոսկեպարով եկավ հայտնվեց ԱԱԾ-ի մեկուսարանում։ Սրանից հետո ովքեր դուրս կգան այս մարդու հետ փողոց եւ ովքեր Ռոբերտ Քոչարյանի թևում կհայտնվեն, իրենք գուբերնիստ են, իրենք Հայաստանի Հանրապետության թաղումը կազմակերպողներն են, Ռուսաստանի ոտքերի տակ Հայաստանի Հանրապետությունը մատաղ անողներն են եւ ովքեր պայքարում են նրանց դեմ, իրենք Հայաստանի անկախությունը պահողներն են, իրենք Հայաստանի անկախ թևն են եւ այստեղ շատ կարեւոր նաեւ մի բան պետք է ասեմ, թե ինչերն են այս պահին նաեւ պատերազմում իրար հետ, այս բառը շատ տեղին է, որտեղ իրենք իրոք պատերազմի էին դուրս եկել, հիշում եք ինչ էր ասում։ Ասում էր կամ մենք կմեռնենք կամ իրենք պիտի մեռնեն։ Գժանոց եւ ինչ եմ ասում, այդ պատերազմի ունի շատ կոնկրետ կողմեր եւ ուժեր։ Մենք, ովքեր պայքարում են Հայաստանի անկախության համար, ունենք ընդամենը մեկ զենք։ Դա Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Ամենահզոր, ամենաուժեղ զենքը մեր հետ է։ Իրենք, ովքեր պայքարում են, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա գուբերնիա, իրենք ամեն ինչի ընդունակ են, սեփական հորն ու մորը կսպանեն, միայն թե իրենք գան իշխանության։ Ես զարմանում եմ, որ դու զարմանում ես, զարմացել ես, որովհետև սա նորություն չէր, սա ընդհանրապես շարունակություն էր։ Ես հետաքրքիր մի բան էի ֆիքսել, որ լսում էի ձայնագրությունները, լինելով հոկտեմբերի 27-ի իրավահաջորդ ընտանիքներից մեկի անդամ, զարմանք էի ապրում, որ ինչ-որ մեկի մահից խոսում էին ու ասում էին դրա դիմաց կտանք որոշակի, չգիտեմ, գումար եւ այլն, արդյոք ինչ-որ մեկի վիշտը փոխհատուցվում է գումարով կամ կոմպենսացիա ինչ-որ տեսակով ու այդ ամեն ինչը փաստում է մարդկային այնքան ցածր արժեքների մասին, որ ուղղակի այստեղ կանգնում է սահման պետք է գծես եկեղեցու այդ մարդու միջև, որովհետեւ իրականում մեր բոլոր եկեղեցականները չեն, որ այդպիսին են, մենք ունենք հարյուրավոր եկեղեցականներ, ովքեր ծառայում են իրենց եկեղեցուն, իրենց պետությանը եւ պետությանը դեմ չեն գնում, բայց ցավոք սրտի այսպիսի պատահարները կարելի է ասել ամբողջությամբ փակում են այն լավը, որ ունենք։ Ոնց որ տարիներ շարունակ Ղարաբաղցի ասել ենք, ասել այն
Երևանում, Հայաստանի Հանրապետությունում մի հոգու պատճառով ընդամենը եւ տպավորություններ, որ դա ամբողջ Արցախի ժողովրդի մասնավերաբեր որ ասում էին տպավորություններ, որ Արցախի բոլոր ժողովրդին ավերում, բայց չէ, այդ ընդամենը կոնկրետ անձերին էր վերաբերվում, ուղղակի արցախցի լինելով մտել էր լեքսիկոնի մեջ մարդկանց ասում էին Ղարաբաղցիները, բայց այդտեղ բացարձակ Արցախի ժողովրդին չէր, այդտեղ կոնկրետ անձնավորված մարդկանց էր վերաբերվում, էլի։ Նույնն էլ եկեղեցունն է գնում, երբ ասում ենք հոգևորականները, երբ եկեղեցին կամ եկեղեցականները, դա չի նշանակում որ բոլորի մասին է, էլի խոսքը, դա կոնկրետ անձեր կան, որոնց մասին եւ այս ամբողջ աղմուկն է։ Այո, այս պայծրությամբ գոնե ես գիտեմ երկու եկեղեցական ում հանդեպ կա քրեական գործ հարուցված, այսօր նաև իմացանք, որ Աչապանյանի նկատմամբ է գործ հարուցվել, Բաղդադ Սրբազանի հանդեպ է գործ հարուցվել ու հուսով ենք, որ գոնե եկեղեցական մակարդակում այս ցուցակը լայն չի լինելու, Անի, ինչպես է քեզ թվում, այս ցուցակը դեռ շատ է ընդլայնվելու։ Այս ցուցակը պիտի ընդլայնվի։ Այս ցուցակը պիտի ընդլայնվի ոչ թե եկեղեցականների շրջանակում նկատի ունեմ, այլ նկատի ունեմ, որ ցուցակը այո պիտի ընդլայնվի եւ պետք է գտնել ցուցակի, որ ձուկը գլխից են բռնում այդ գլխին, որովհետեւ Բաղդադ Սրբազանը այդ այն կալիբրը չէր, հա, այսպես ասած, որը առաջնային դերերում լիներ, ոչ ինքը ունի տերեր, ինքը ունի համ աշխարհակաղակական տերեր, համ ունի ներքաղաքական տերեր ինքը, որ այ պետք է գնա հասնի հայեթենց տերերին։ Սա հոկտեմբերի 27-ի կանխված, հա, դեռ մինչև վերջ չեղած տարբերակն է եւ հոկտեմբերի 27-ին էլ մի քանի հոգու այդ բուն կատարողներին տարան բռնեցին վերջ ամեն ինչ բրծավ, բայց տենց չի հոկտեմբերի մակարդակի, բայց հո տենց չէր, դրանք տերեր ունեին եւ հոկտեմբերի 27-ը Հայաստանի Հանրապետությունում այս դեպքը ապացուցեց, որ եթե տվյալ ժամանակվա իշխանությունն ցանկանար, հոկտեմբերի 27 Հայաստանի Հանրապետությունում չէր լինի։ Հետևաբար կարելի է ենթադրել, որ տվյալ ժամանակի իշխանությունը հենց ուզել է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում լինի հոկտեմբերի 27։ Այսինքն եթե իշխանությունները ցանկանում են, ոնց որ այս դեպքերն են մի քանի կանխվում են նման բաները պետությունում։ Եվ գիտեք, այս դեպքերը շատ փոխկապակցված են հոկտեմբերի 27-ի հետ, ուղիղ փոխկապակցված են, սա նորություն չի, սա մեկը մյուսի շարունակությունն է, նորից պետականությունը Հայաստանի Հանրապետության ուզում են կոտրեն նույն մարդիկ, նույն տերերը, նույն քաղաքական, նույն աշխարհակաղակական տերերով, այս անգամ սրբազաններով, եւ հենց այն Վազգեն Սարգսյանն այս մասին նաեւ զգուշացրել էր, հա, որ մեղրին մի օր պայթելու է Երևանի կենտրոնում, Փառք Աստծո, չթողեցինք, որ Երևանի կենտրոնում պայթի մեղրին, կարողացավ Հայաստանի Հանրապետությունը կանխել մեղրի պայթյունը Երևանի կենտրոնում, բայց այս հենց այդ պայթյունն էր լինելու, եթե այն ինչ լսեցինք, այն ինչ իմացանք լիներ կատարվեր։ Իրականում տխուր է, որ 21-րդ դարում ունենալով ընդամենը 30 տարվա պատմություն Հայաստանի Հանրապետությունը արդեն որերորդ դեպքն է, ինչ առերեսվում է, այսպես ասած, ահաբեկչության հետ, հոկտեմբերի 27, մարտի 1, ապրիլի 12 եւ չհաջողված եւս մի դեպք, այս ամեն ինչի հիմքում ինչն է ընկած իրականում։ Այս ամեն ինչի հիմքը շատ պարզ է, ես նշեցի, որ պայքարը անկախության եւ գուբերնիայի միջև է ու շատ կոնկրետ այդ պայքարը։ Ուրեմն նայեք, այս մարդը ինչ է ասում, էլ ես Բագրատ Ճաղավանդակը։ Ասում եմ մենք դերել ենք բանի վրա համոզենք, քարոզենք, երկու հոգու պատի տակ գյուլում ես, մի 15 հոգու դնում ես բանտը, պրծավ գնաց, սաղ բնաջնջում։ Իր հետևից գնացողներն էլ էշ են։ Այ մարդ միակ միտքն է, որ եթե հասկանում ես սրբազանը, ինքը այս մարդը սրբազան չի չնայած, սրբազան բառը պետք չէ։ Այս երևույթը ուրեմն, որը ինչ որ իր կյանքի ընթացքում եղել է հոգևորական, խախտում է աստվածաշնչյան, այն ամենավատ պատվիրանները, ամեն ինչը, ինչ կարում խախտում է։ Մի ձայնագրության մեջ բոլորի խախտում։ Ինչ նշանակում հոգի պատի տակ գյուլում ես դու, ով ես բայց։ Ով ես դու։ Գիտեք, սրբազանից բացի պետք է գնալ նաև սրբազանի օրեր առաջ սրբազանի այս դեպքերից նաև էլի եղան դեպքեր, հա, ուղիղ բան հարցազրույցների տեսքով, որ ես կարծում եմ, որ պետք է պետական ապարատը, որը այս գործի յետևից գնում է եւ այս գործի բացահայտմանն է գնում, պետք է նաեւ դաշնակներին շատ լուրջ արձակնություն սկսեն, որովհետեւ մի դաշնակցական եթերով ասում էր, որ սրբության սրբոց է եղել հոկտեմբերի 27-ը շուտով պետք է լինի, ինքը պրոստ ուղակի տարիքային սկլերոզ ուներ, ես կարծում եմ, հա, ենթադրում եմ, որ ինքը տարիքային սկլերոզ ուներ եւ իրեն որ ասել էին մարդու չասես, ինքը
ինքը չէր Ես մտածել կարծում եմ, մարդու ինքը մտածել էր միկրոֆոնը մարդ չի բան միկրոֆոնի մոտ կարող եմ խոսել բայց մարդկանց չեմ ասի եւ ինքը մատնեց այն ամեն ինչը հա ես այդպես եմ ենթադրում չեմ ու կարծում եմ շատ ակնհայտ էր այդ ամենը այն ինչ այսօր բացահայտվեց եթերով տվյալ անձնավորությունն ասել է համարել է սրբություն հոկտեմբերի 27-ը սուրբ ակտ որը եղել է համարել է որ պիտի կլինի էլի հոկտեմբերի 27-ը եւ այդ մարդիկ կլինեն բան սրբություն իրականացնողներ ու հետեւաբար պետք է գնալ սրա հետևից որովհետեւ կա մի հատ կլան կա մի հատ քաղաքական կլան, որը սովոր է, որը ուզում է, որի միակ միջոցը էս է, նաև ես, եթե հիշում եք, ապրիլի 12-ից խոսեցիք, այն ժամանակ ընդդիմադիր լինելու համար են իրենք տանում, ծեծում, սպանում, մորթում, ոստիկանության բաժիններում, հետո հիմա ինչն է իրանց խնդիրը, իրենց աշխարհաքաղաքական տերերը մնացել է իրենց սեփական աշխատասենյակների աթոռներն ուղարկեն Հայաստան։ Այդ էլ որ ուղարկեցին, այդ վերջին շանսն է, հա, ոնց որ Սամվել Կարապետյանին ուղարկեցին, այդ էլ չստացվեց, այս պլանավորեցին, սա էլ չստացվեց, իրենք սովոր են դրան։ Բացարձակ չեմ զարմանում, իրականում սպասում էի, նաև մի քիչ ավելի վախով էի սպասում, որ չկարողանան կանխել, բայց փառք Աստծո եղավ այն, ինչ եղավ։ Ուրեմն ես մի լրացում անեմ, ասեք։ Իրականում ես այստեղ մի հատ շատ կարևոր բանել եմ ֆիքսել, երեք Պեսկովը հայտարարությամբ հանդես եկավ, որ այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, դա Հայաստանի ներքին քաղաքական հարցերն են, փաստացի մեղքի իր վրայից վերցնելով, ասելով, որ ընկերներ մենք կապ չունենք, բայց միևնույն ժամանակ իրեն ինչ որտեղ մատնելով ու իրենց ականջները ինչ որտեղ ցույց տալով։ Ուրեմն ինքան մեծ է իրենց ականջները, իրենք չեն կարողացել երբևիցե թաքցնել։ Նախ խոսեցինք բանի հետ կապված, որ ինքը սկլերոզ ունի, այդ դաշնակ երևույթը սկլերոզ ունի եւ ինքը ասել է, ես կարծում եմ, որ ոչ, այդպես չի։ Իրենք այնքան հավատով են մոտենում դրան, որ ինքը անկեղծ հավատով, որ նոր հոկտեմբերի 27 պիտի լինի այս երկրում։ Անկեղծ հավատով է ասել, հասկանում ես, ինքը ուզում է դա, այսինքն ինքը իր հոգու ներսից է այդ խոսքը բխել։ Այն բանկա չէ, որ գալիս է հանգիստ դա ասում։ Պետք է գալիս է ու մտածում ես, որ ափսոս է, էլի էսի չասեմ, իրանց մոտ փաստորեն դա ափսոս անվանում էր սրբության սրբով։ Գիտեք, ես իմ տեսակով երբեք չեմ թաքցնում մարդկանց հանդեպ հակակրանքս, որ ունենում եմ, չեմ էլ կարողանում իմ էմոցիաները պահեմ, ու իմ հակակրանքը ես երբեք օրինակ չեմ թաքցրել առաջին նախագահի հանդեպ, այդ եղել է միշտ, բայց առաջին նախագահան իր կյանքում իմ համար այդ մի հատ շատ կարևոր բան էր արել, որը պետք է հաջորդ եկող առնվազն Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ եղած լիներ, որը չի եղել մինչև օրս, որ դաշնակցությունը փակված էր այդ ժամանակ։ Դաշնակցությունը իմ համար, ես դաշնակցությանը համարում եմ համարժեք խմբակ, ինչ Նայիրի Հունանյանի եղբոր խմբակն էր։ Իմ համար իրենք մտածելակերպով, իրենց պատկերացումներով, իրենց այդ ամեն ինչով, էմոցիաներով ու ամեն ինչով իրենք շատ նման են։ Առնվազն այդ մարդիկ, ովքեր նման բառապաշարեն օգտագործում կամ ցանկություն են հայտնում, մենք մեկ էլ տեսնում ենք, որ իրենք ինչ որ մի կետում եղել են նույն դաշնակցության գերագույն խորհրդի անդամ։ Բայց գալով ես ուզում եմ մեր իրավապահ մարմիններին եւս մեկ հարց տալ։ Այդ մարդը, որ սրբության սրբոց էր համարում հոկտեմբերի 27-ը, ուր է իմ, հա? Ինչի այդ մարդը։ Դրա համար եմ ասում, լիահույս եմ, որ այդ ցուցակը պետքա ընդլայնվի, որովհետև եթե այդ ցուցակը Բագրատ սրբազաններով սքեմը հանեցին, այդ բանը ֆորման հագցրեցին, այդ գնաց նստեց այնտեղ, այդ դրանով ոչինչ չի փոխվել։ Դες իմ համար է։ Դա դրանով ոչինչ չի փոխվել, սրբազաններով չի մենակ։ Իրականում պետքա կծիկն այնքան մեծ, այդ կծիկը պետքա հավաքել, որ այս պետությունը կարողանա դառնալ այն ժողովրդավար պետությունը, որը մենք ուզում ենք, այն ընտրությունները լինեն, որը մենք ուզում ենք քաղաքակիրթ բոլոր երկրների մոտ, չի կարա Հայաստանի Հանրապետությունում լինի այն Հայաստանի Հանրապետությունը այսօր լինի, թեկուզ հեղափոխությունից հետո մենք ժողովրդավար պետություն այդ ամեն ինչը որ ուզում է լինի խոսքի ազատություն չի Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը ամենաթողությունն է, ով ինչ ում ընտանիք տեղ ինչ ուզի կասի, նորմալ է, դա նորմալ է այս երկրի համար, ոչ պետքա մենք քանի կան քաղաքական դեռ խրխռում են, հայ ճիշտ է վերջին խրխռոցներն է իրանց, բայց մինչև այդ խրխռոցները չդադարեն, չմեռնի այդ քաղաքական դաշտում այն մարդիկ, որոնք սովոր են հոկտեմբերի 27-ում իշխանության ժամանակ եղել է հոկտեմբերի 27 մարտի 1 ապրիլի 12 կեղծված ընտրություններ, մինչև իրանք չվերանան քաղաքական դաշտից վերջին խրխռոցն էլ չպերչանա եւ մենք չգնանք մեր աչքով քաղաքական հոգեհանգիստը իրանց, հա, քաղաքական հոգեհանգիստն իրենց տեսնենք,
Չի կարա Հայաստանի Հանրապետությունում լինի այն խոսքի ազատությունը, այն ժողովրդավարությունը, որը մենք միշտ Ու պատկերացրել ենք։ ծիծաղալու է, որ անգամ այս ամեն ինչ ես գործողությունները հակառակ կողմը, որ այս ամեն ինչի հիմքում էր, փորձում են ժողովրդավարության հետ կապել, թե ժողովրդավարական երկրներում Իրենք խոսում են հեղափոխություններ ժողովրդավարություն, լինում ցավոք են, սրտի, բայց այո։ ոչ հեղափոխություններ բոլոր Հայաստանի պետություններում Հանրապետությունում էլ լինում են, եղավ բայց հեղափոխություն։ զենքով եւ Իհարկե։ քաղաքացիների արյան հաշվին դա արդեն պետականությանը հարված է եւ հասկանում ես, որ այդ մարդկանց համար պետություն, պետականություն զրոյական արժեք ունեն։ բանից, պրիվետ բառի համար Պապլավոկի զուգարաններում մարդիկ էին սպանվում։ Հետևաբար իրանց համար հեղափոխությունը զենքով այդ Բայց նորմալ դες երևույթ է։ մտածելակերպը իրենց մնացել է նույն աստիճանի եւ իրենք մնացել են նույն թվերի իրենց այդ իշխանության Այդ ժամանակ, իրանց մեջ է, այդ իրանց հոգու մեջ որովհետեւ այս մարդիկ օրինակ ասում էին ավտոբուսի վրա պետք է յուղ լցնեն, Այո, ինչ որ վառեն։ տրոլեյբուսի գծերը լավ, ու դուք կներեք էլի դուք կարող եք երի թուրքերն եք, մենք էլ 1915 թվականում ենք ապրում, մենք այդպես բան չենք էլի, տեղյակ չենք, հա։ Ու դուք աննորմալ չեք։ Դե իրանք սեփական հետևից գնացող իրանք այն մոլորեցված կային մարդիկ նաև որոնք մոլորված էին կային մարդիկ որոնց իրանք լափամանի համար էին գնում որը հետ բերելու բայց կային մարդիկ նաև որ իրոք մարդիկ էին որոնք չէին ուզում ներկա իշխանությանը եւ մոլորեցված գնում էին սուրբա սրբազանա չգիտեմ մյուսը էս ասում լավա խոսում էս ասում լավա հայհոյում մարդիկ կան որոնք գնում էին զուտ ուղակի չմտածելով չեմ ուզում գնում եմ նրա հետևից եւ այդ մարդկանց էր նույնիսկ ինքը էշանվան։ Խնդիրը կայանում է նրա մեջ, չէ, անկեղծ գիտես խնդիրին որտեղ է խնդիրը կայանում է նրա մեջ, որ իրենք իրենց իշխանության տարիներին էլ ժողովրդին համարել են անասուն։ Այո, իրանք անասունի պես էլ վերաբերվել են ժողովրդին։ Հիմա էլ երբ որ իրենք ընդդիմադիր են, ճակերտավոր իհարկե, որտեղ նրանք terrorist են ընդդիմադիր չեն, իրենք էլի ժողովրդին համարում են անասուն։ Այսինքն իրենք այս ժողովրդի հետ հաշտության պայքարի մեջ են, այո, հաշտության կետ չգտան այդ ժողովրդի հետ։ Հիմա իրանք ավելի են ատում 2018-ից հետո իրանք եթե այն ժամանակ համարում էին կենթանի անասուն օրինակ հա ժողովրդին իրենք հիմա իրանք ատում են ժողովրդին ժողովուրդն իրենց թշնամին է որովհետև ժողովուրդը ընտրել է այլ ուժ քաղաքական հիմա ժողովրդից իրանք վրեժ են ուզում լուծեն ու իրանք ժողովրդից այսօր ուզում են վրեժ լուծեն իրանք Հայաստանի Հանրապետությունից վրեժ են ուզում լուծել որովհետև իրենց բիզնեսների մի քիչը բան հեծը կարա պետականացվի գա ժողովրդին մյուսը կարա սենց լինի այն մյուսը կարա նենց լինի իրանք կերակրատաշտակներն են քաղաքական քչացել ֆինանսական քչացել ու հետաքրքիրն այն է որ անդադ համեմատում են այս գործընթացները ընդդիմադիրների մարտի 1-ի հետ անվանելով որ մարտի 1-ի ժամանակ էլ ընդդիմադիրները դուրս էին եկել եւ պայքարում էին իշխանության համար մարտի 1-ի ժամանակ դուք եկաք կրակեցիք ժողովրդի վրա բայց չեն հաշվի առել որ այն ժամանակ ոչ թե իշխանությունն էր կրակում պետության դեմ այլ փաստացի պետությունն էր կրակում ժողովրդի դեմ ու այս ամեն ինչը գլխավոր տարբերությունն է մարտի 1-ի եւ այժմյա իրականության ու երբ որ նայում ես դերային բաշխում իրական հերոսները չեն փոխվել, բայց տեղերն են փոխվել։ Ժամանակ իրենք իշխանություն էին կրակում էին ժողովրդի վրա, հիմա իրենք ընդդիմություն են եւ կրակում են ժողովրդի վրա։ Իրականում տեսեք ընդդիմության Իդեպ իրանք որ խոսում ես էլ իրենք ասում են մենք մեկս մյուսի հետ կապ չունենք մեկս մյուսի հետ կապ չունենք բայց ախր սա Հայաստանի Հանրապետությունն է Հայաստանի Հանրապետությունը բոլորս գիտենք ով հետ կապ ունի բոլորս գիտենք ով կա հետ կապ ունի ու խոսում են կոնսենսուսից իրենց ես իմ ինչից ես ներողություն հանրապետական կուսակցությունը օրինակ ես համարում եմ որ կլինի Հայաստանի Հանրապետության դաշնակցությունը կդառնա դաշնակ, հա, իսկ դաշնակն իմ համար ուղիղ համեմատական է, ասենք Նայիրի Հունանյանի հետ։ Դաշնակ բառը իմ համար Նայիրի բառի հետ լրիվ հոմանիշ է հանրապետական կուսակցությունն է կգա կդառնա այդ հոմանիշներին եթե հանկարծ գնա ինչ որ կերպ նրանց իհարկե էլի ոչինչի չեն հասնելու բայց ուզում եմ մի քիչ իրենց բարոյական մասի վրա բարոյական մասին դեռ հավատալ էլի որ իրանք կարան գիտես իրանց մեջ մի քիչ այդ տղամարդկային արժեքների բանը ինձ թվում է մի քիչ էլ կա Ռոբերտ Քոչարյանը միակ տղամարդն էր իրանք որ հայհոյում են չեն մնա էլի այդքան այդ հայհոյանքի ես անկեղծ ասած քո դրական կարծիքը չեմ կիսում որովհետև էլի ասեմ ես համոզված չեմ ես ասում Երանի լավ կլինի որովհետև գիտես ինչ դիրքավորումը ոչ թե այս ասենք միակ տղամարդու կամ Բագրատի կամ մյուսի անձերի միջև է դիրքավորումը հստակ է կամ դու կողմ ես գուբերնիային կամ դու կողմ ես անկախությանը օրինակ այս Բագրատի նմանները
Իսկ թվում է Բագրատը փոքր ժամանակ երազել է որ մեծանա, օրինակ դառնա Ռուսաստանի Կիրիլի նման Ռուսաստանի հոգևոր առաջնորդը, մեծացել դառել է Բեն Լադենի նման մի անձնավորություն։ Կամ օրինակ ինձ հետաքրքիր է կարող Գառնիկ Դանելյանի մեքենան էլ են այս ահաբեկիչները ապակին ջարդել օրինակ պարոն Դանելյանը ճիշտ կանի մի հատ հետաքննություն պատվիրի հասկանա սրանք են ջարդել թե չէ եւ խնդիրը հասկանում ես ասենք վեղարով ինչ կարող է վեղարի տակ շայդի գոտի էր կապած մի օր էլ Բագրատը պիտի այդ շայդի գոտին հրապարակում հանել ու գորալ Ալլահ Ակբար ու տրակասներ իրան հա կարող է ինչ որ մի հատ իրանք սովոր են ժողովրդի վրա նռնակ գցել իրանք սովոր չեն իրանք իրանց անելու եթե իրենք սովոր լինեին իրենց այն ժամանակ ասենք մի հատ ստորագրություն կդնեին հրաժարականի կամ որովհետեւ ոչ իրենք սովոր են իրենք ժողովրդի վրա նռնակ կնետել իրենք իրենց երբեք չեն տրել ասում էր չէ ասում էր ոստիկաններին քարերով խփեք անկեղծ ասած ես այս ամեն ինչը երեք շատ եմ մտածել սրա շուրջ եւ այս ամեն ինչը շատ վաղուց է պլանավորված եկել իհարկե որովհետեւ ես հիշում եմ որ պատերազմից հետո նույն այս սրանք այս ստահակները այս տառականները մարդկանց բաժանում էին հայերի եւ թուրքերի այսինքն սկսում էին ատելություն սերմանել եթե դու իրանց հետ չես դու թուրք ես դու ես ես հետո մի շրջան ոստիկաններին ովքեր ընդ որում են ոստիկաններին ովքեր Շուշիում զոհվում էին կռվում էին այդ ոստիկաններին սկսեցին թուրք անվանել հետո սա եկավ ոստիկաններին ասես քարերով խփեք հետո այդ նույն այդ դաշնակը հոկտեմբերի 27 ազգային ժողով էին փորձում մտնել այսինքն այս ամեն ինչը փորձում էին զոհվածների ծնողներին օգտագործել են զոհվածի ծնողը որը չէր գնում իրանց հետ չէր միանում այդ զոհվածի ծնողներին էին սկսում անվանական այո այս ամեն ինչը պատերազմից հետո 20 թվականի պատերազմից հետո դրսից ուղիղ պլան է դրված եղել Հայաստանի Հանրապետության մատաղ անելու պլանը եւ սրանք ծառայել են այդ պլանին սրանք այն ամեն ինչը անհայրենիք արարածներ են այդ ամեն ինչը սկսվել է հոկտեմբերի 27-ի հաջորդ օրվանից սկսած որովհետեւ իրենք մտածում են որ հոկտեմբերի 27-ով այս ամեն ինչը կանխվում է դեմն առնում են կաղանում են այդ ամեն ինչը բայց իրադարձություններն այնպես զարգացան կերպարները հոկտեմբերի 27-ի են մարդիկ էին Վազգեն Սարգսյան Կարեն Դեմիրճյան այդ են մարդիկ էին որը ժողովուրդը չէր մարզում հետո ժողովրդի մեծ ցասում սկսեց եւ պայքարի դուրս եկան 100,000-ավոր ժողովուրդ այն ժամանակ ինչ ամենք դրա մասին չենք խոսում դա չի նշանակում որ չի եղել այն ժամանակ ինտերնետ չկար այն ժամանակ այս սոցիալական հարթակը չկար եւ մարդիկ չէին բայց մարդիկ թերթ հայկական ժամանակն առնում էին եւ հայկական ժամանակից իրազեկվում էին որ վաղը հանրահավաքական մյուսից առավոտը մյուսը մի քանի թերթեր է ժամանակ ընդդիմադիր եւ ուրիշ ոչ մի կապի միջոց չկար մի հատ ամեկ պլյուս էր որը փակեց մարդամեկը ժամանակին բայց կային 100,000-ավոր մարդիկ փողոցում 100,000-ավոր եւ ինտերնետ կապի բացակայության համար այդ ամեն ինչը կանխեց որպիսի հոկտեմբերի 27-ից հետո մեղրի ու մնացած այդ ամեն ինչը չլիներ կանխվեց բայց ոչ իրանք չթող մոռացան այդ բայց իրանք sense կոկորտին կանգնած էր այդ ու իրանք տարիներ շարունակ այսքան 20 եւ պլյուս տարի իրանք պլան են մշակել են եկել էին հասել են այս կետին sense կանենք մի քանի հոգի կմեռնի անկայունություն կստեղծվի այս կլինի այն կլինի ժողովուրդը կհելնի փողոց եւ մենք կգանք կասենք մի քիչ էլ կասենք Նիկոլը տվել էր հողերը այնինչ հողեր իրանք 20 տարի տալիս էին մանր այդ բյուջեն ուտելով ու տարբեր ձևերով զենք չգնելով բանակը չզինելով մարտական ոգին սպանելով տասնյակ տարիներ Արցախը մանր տարվել էր արդեն այդ ամեն ինչով հանդերձ իրանք մտածում էին sense մի հատ էլ բան կանենք ասենք ձև չունեինք պետք է կպնենք պետք է դառնանք գուբերնիա վերջ այդ էր պլանը եկավ հասավ էլի իրանց պլանը կեսից կեսատ մնաց ինչպես մնացել է մնալու է Եվ ամենացավալինը այն է, որ այս պայծությամբ գոնե չգիտենք սա վերջնական կետն է թե ոչ, որովհետև առջևում դեռ 2026 թվականն է ընտրություններ եւ այդ վերջը չէ, Ծովնար ջան, կան հələ մանր-մունր կերպարներ կան, երրորդ տարբերակներ փնտրող ռուսների կերպարներ, չորրորդ կլինի երրորդ տարբերակ փնտրողին էլ բան կանեն, մանր կճանապարհեն ու տենց քիչ-քիչ բայց նաեւ մանր-մունրներին մի կողմ դնելով մենք պիտի ասենք, որ սա Ռուսաստանի Դաշնության Հայաստանում իշխանափոխության հասնելու 26 թվականի միջև նկատի ունեմ նաև ընտրություններ վերջնակետն է այսպես ասած դրա համար այստեղ նաև բերեցին Կիրիենկոին որը նաև փորձ ունի այդպես հետ Տաշիրը բերեցին դա ավելի շատ գործիք է Տաշիրը գործիքներ է բերեցին բայց եկավ Կիրիենկոն ով փորձ ուներ նաև Մոլդովայում չէ Ռումինիայում աշխատելու եւ 26 թվին իրենք վաբանկ են գնալու կամ իրենք հասնելու են այդ կետին կամ ռուսները ոնց որ օրինակ էս Բագրատին
կներեք արտահայտությանս համար բայց փորը տվեցին, հիշում եք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռուսների ինչ արեցին։ Նույնիսկ նրանց հետ արեցին։ Ռուսները ցույց են տալիս, որ եթե դուք չեք հասնում ձեր արժև դրած նպատակին, մենք ձեզ ուղղակի փորն ենք տալու։ Այո, ֆիզիկապես sense ավելի դաժան են իրենցի հետ ավելի դաժան են վերաբերվում։ Որովհետև Փաստ, հա, ադրբեջանական ցավոք սրտի այս պայն Ադրբեջանում գտնվող նաև գերիներ ունենք, հա, որոնց հետ էլի ռուսները նույն կերպ իրենք ավելի դաժան են վարվում, իրենց կերպ, որովհետև մարդը իրենց համար արժեք չէ։ Նրան ինչին մենք ուզում ենք, ուրեմն մենք ձեզ պատժում ենք ու պատժում են, այո։ Ուրեմն տեսեք, իրենք էս նաև կներես, ես էս մենք անցած եթերներից մեկում խոսում էինք Հայաստանում տիրող մթնոլորտից ու խոսեցինք, որ Հայաստանում ատելության մթնոլորտ է եւ մարդիկ հիմնական զգացումը, որ ունեն, դա վախն է իրենց ապագայի հանդեպ ու ասեցինք, որ դա հիբրիդային պատերազմի մի մաս է ու այս ամեն ինչ իրականում, որ մենք տեսնում ենք, շատ լավ ծրագրավորված, քայլ առ քայլ հասած մի կետ է եւ այդ հիբրիդային պատերազմի, այսպես ասած, փոքր puzzle-ն է, իրականում սա ամբողջական պատկերով է պետք դիտել եւ այս ամեն ինչի մասին պետք է հետեւություններ անել ամբողջական պատկերում, ոչ թե փոքրիկ միջադեպերի, իհարկե սա փոքրիկ չէր, բայց մի միջադեպով չի կարելի եզրակացություն կատարել։ Ինչ եք կարծում, հետագա քայլերը ո՞րն են լինելու ընդդիմության եւ ներքաղաքական կյանքի։ Ուրեմն ես երկու բան ասեմ, այդ որ նախորդ բանից որ անդրադարձանք, թեխյան ռուսները նաեւ իրենց գործիքներին հանձնում, հա, որովհետեւ օրինակ նայում եմ ես Բագրատին, Ժորժ ջան, ոնց որ գիտեք սրա բնորոշումը որն է, Պարվի ուլերը, սառեցված, սառը եղանակ, ոչ մի բանի պետք չկա, ժողովրդին միայն վնասող ու ուղիղ համատում եմ իրան այդ Պարվի ուլերը ասվածի հետ։ Ու կարդում եմ ասում եմ բանը, լույսերը պետք է անջատեինք։ Խի որ մոմերը լավ ծախվեր Բագրատ։ Այդ խիիկ լույսերը դուք ուզում անջատել։ Լավ Ժորժն բանականություն պետք է ունենալ։ Ասենք եկեք, ախր գիտեք ոնց իրենք ժողովրդին էլի եմ ասում, այո, վերաբերում եմ։ Անասունի էշի որտեղ գիտեն ժողովրդին չի ընտրել, դրա համար չեն ուզում ընտրություններով գնալ եւ ընտրել։ Այո, իրենք ատում են այդ ժողովրդին, իրենք ժողովրդից վրեժ են ուզում լուծել։ Եվ դրա համար էլ իրենք գնում են այս քայլերին։ Իրենց համար 1-2 մի ավտոբուս մարդ, 2 ավտոբուս մարդը դա մարդ չի։ Նույնն է, ինչ չասեմ, բաժակը, որը կընկնի կկոտրվի, հա, դուք եթե դուրս եկել Նիկոլ Փաշինյանի դեմ եւ ասենք իր թիմի դեմ։ Էդի չա մտածում եք այդ ավտոբուսով նախարարներ ու Նիկոլ Փաշինյանն են երթև եկում, որ ավտոբուս եք ուզում բարել։ Հո դուք աննորմալ չեք։ Ժողովրդի դեմ են դուրս եկել, ինչ Փաշինյան։ Եթե իրենք դուրս եկած լինեն կոնկրետ Փաշինյանի դեմ, միգուցե մենք էլ իրանց հետ փողոցում օրինակ կարայինք լինեինք, որպես իրանց հետ չէ։ Ես նկատի ունեմ կոնկրետ, եթե կա պայքար, կոնկրետ իշխանության դեմ մենք էլի տարաձայնություններ ունենք իշխանության հետ եւ կարող ենք նաեւ կա ժամանակ պահանջենք հրաժարական, բայց դա չի նշանակում, որ մենք կարանք ավտոբուսներ վառելու մնացել։ Իրենք ուղիղ ատում են ժողովրդին։ Պայքարը իշխանությունների դեմ եւ պայքարը պետության դեմ, դա շատ նուրբ գիծ է։ Պետության դեմ էր, ոչ թե իշխանությունների։ Այո, Ծավինյանը շատ ճիշտ ասում, պայքարը իշխանության դեմ եւ պայքար պետության դեմ, դրանք 180 աշճան իրարից տարբեր բաներ են եւ գիտես ես ամեն անգամ ինձ հարց եմ տալիս որն է ճիշտ ընդդիմությունը եւ ես գտնում եմ որ ճիշտ ընդդիմությունը այն ընդդիմությունն է որ քննադատելու տեղը քննադատում է, օգնելու տեղը օգնում է, վերջում էլ գնում է ժողովրդին ասում է Ժողովուրդ ջան, ես այս ինչ բաներն եմ արել, այստեղ թերացել եմ, այստեղ առավելության եմ հասել, այս հարցը լուծել եմ, այս հարցը չեմ լուծել, եկեք ինձ քվե տվեք։ Այո։ Գաղափարական հենք պետք է լինի ընդդիմություններում։ Ոչ թե մարդասպանություններ, ավտոբուսներ, շայդի գոտի, սքեմներ, լավ, կարող է դուք իսկականից աննորմալ եք։ Ինչ ադրբեջանական դիվերսիա եք անում այս ժողովրդի դեմ, ով եք դուք вообще։ Յալա, ես էմոցիոնալ ֆոնին ամեն դեպքում վերադառնանք այն հարցին, թե ձեզ ինչ որոնք են լինելու ներքաղաքական կյանքի հետագա քայլերը։ Տեսեք, մի քանի օր կասեն, իրականում երեկվա պատկերը, հա, դա իրենց դետալների դիմաց գնացած բան։ Ես արդեն հասկացա, որ նույնիսկ այն ժողովուրդը իրենց լեզվով, որ իրենք վատ բառեր էին, հա, ասում այդ ժողովուրդը, նույնիսկ այդ ժողովուրդը արդեն հասկացա, որ իրենց էշ է ասում։ Ես ոնց ինձ էշ ասողի հետևից գնամ։ Եվ հետևաբար դատարանների դիմացի պատկերից կարելի է ենթադրել, որ հերթական անգամ հեսա մի հատ տեսեք, աշնանը հիմա շոկ է, հիմա իրանց հանգստի գնալու ժամանակն է, ինչ բան իշխանափոխություն, ինչ բան
Պետք է գնան ծով, պետք է գնան կազինոներ։ Իրենք հիմա պետք է հանգստանան, մի քանի ամիս կհանգստանան, այն միջին սեզոնին կգան, մի քանի հատ փողոցային ինչ որ բաներ, ակցիաներ կանեն, հետո ցուրտն է գալիս։ Հո ցուրտին իրանց նեղություն չեն տալու, իրանք տենց են։ Մի քիչ էլի բան, ինչ են անում, իրենք ուզում են մինչև ընտրություններ, իրենց գոյությունը Հայաստանի Հանրապետությունում պահեն դեռ, որ տեսնեն իրենց աշխարհակաղակական ամեն մեկը մի տարբեր բևեռներով կռիվ է գնում մի մարդու տեխնացուն լինելու համար։ Եվ բոլորը հավատում են, որ իրենք էլ պես մեկն են։ Հա, մեկը երրորդ ճանապարհ առաջարկողն ընդեղ, ամեն մեկը մանր կերպարներ էլ կանեն, ոչ մի բան, սենց։ Հա, բայց օրինակ դու չես հիշում, որ այս մարդը ասում էր, որ այս Բագրատ Ճաղավանդակը ասում էր, որ մայիսը երբեք չի ավարտվելու, այ հիմա մայիսը իր համար, այո, շատ երկար դեռ չի ավարտվելու այդ Մայիսը վայիս դառավ։ Հա, իսկական, բայց ինչ վերաբերում է հետագա քայլերին, օրինակ իմ սպասելիքները ավելի շատ այս պահին նաև Հայաստանի Հանրապետության իշխանություններից են։ Իմ սպասելիքները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից են։ Չէ, քաղաքացիները իրենց գործը ճիշտ ասած արել են, շատ լավ են արել։ Այո, պետք է հեծը պետականացվի եւ ես այսօր կարդացի, որ նաև ազգային ժողովում շուտով պատրաստվում է նման նախագիծ։ Եվ քանի որ նման նախագիծ է պատրաստվում, նաև ուզում եմ մեր կողմից որպես իմ տեսակետից որպես այդպեսին առաջարկ անել, որ անպայման նաև հեծը դառնա բաց բաժնետ իրական ընկերություն եւ նաև ներդրողներ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ըստ օրենսդրության կարողանան այդտեղից մասնաբաժին գնել։ Անպայման պետք է գնալ այդ քայլով։ Պետք է այս սկսած այս թելի կծիկը միջև վերջ բացել, ժողովրդին ցույց տալ, թե ովքեր են, իհարկե թե ովքեր են այս ամեն ինչի հետևում, որովհետև այս մանր-մունր Ալ-Քաիդայի ներկայացուցիչները, ես կարծում եմ դեռ վերնագրերն են եւ սրանց հետևում մարդիկ կան կանգնած։ Եթե հիշում եք մանր բաներ արանքում, էլի սենց խմբավորումներ եղան։ Ուղղակի նրանք շատ ավելի մանր էին։ Սենց խմբավորումներ անընդհատ իրենք փորձել են աճացնել Հայաստանում, հենց իրենք։ Բայց հա չի ստացվել, հետո որոշել են միանգամից անենք, մեծ անենք, եկեղեցով անենք, եթե հիշում եք մեկ մի հատ, ոայ ես այդ անունը նույնիսկ չեմ տա, որտեվ զվանք եմ ապրում այդ տանուն տալուց, մեկը իր ասուլիսի ժամանակ նաև եկեղեցին, որ պետք է դուրս գա, այդ ամեն ինչ, այսօր իրականությունը ինչ լինում է, իրավապահ համակարգը պետք է գնա, դու Քոչարյանի ասուլիսից սկսի, ու այն դաշնակի, ինչ էր անունը, չեմ էլ հիշում, դա մի քանի օր են, որ Սուրբ ակտ էր համարում 27-ը, այդ դաշնակի հարցազրույցով գա, եւ այդտեղ այսօրվա իրականություն իրենք բոլորն իրենց խոսքերում ասել են, այդ թվում նաեւ Քոչարյանը։ Պետք է գնալ այդ ամեն ինչի հետևից, պետք է հարցաքննվեն այդ մարդիկ։ Ես քո այդ լրիվ համաձայն եմ եւ ինձ համար համենայն դեպս մի կետում քեզ հետ շատ համակարծիք եմ, որ իրականում պետք է Հայաստանի քաղաքացին ես ամեն ինչը ճիշտ եզրակացություն անի ես ամեն ինչից ու ճիշտ որոշումներ կայացվի ու այդ որոշումները իրական մեծ բան չեն կայացվելու, այդ որոշումները պետք է կայացվեն 2026 թվականին քվյախցիկում։ Ես չեմ ուզում նեղացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, չեմ ուզում վիրավորել, բայց եթե ես համարում եմ վիրավորանք Քոչարյան բառը ու չի ուզի այդ աշճան վիրավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հա Ռոբերտ Քոչարյան։ Չի ուզենա վիրավորել հայոյել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, բայց ասում եմ, այո, ես ձեզ հայհոյում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր կընտրեն Ռոբերտ Քոչարյանին, ձեզ հայհոյում եմ Ռոբերտ Քոչարյան արտահայտությամբ։ Այն քաղաքացիները, որոնք կգնան կընտրեն Մերձ Քոչարյանա դաշնակցա, Սրբազանա, երրորդ ճանապարհա, եսի ինչ այն պրոռուսական բոլոր ուժերին, իսկ իրենք շատ ակնհայտ են, իսկ իրենք շատ բացահայտված են, այդ քաղաքացիները այո Ռոբերտ Քոչարյանն են, այո այդ քաղաքացիները գնում են եւ ձայն են տալիս հոկտեմբերի 27-ն անողներին, այդ քաղաքացիները համարում են, որ հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը եւ այսօրվա իրականությունը, որը պետք է լիներ եւ կանխվեց, իրենք մաս են դրա, իրենք մի մասնիկն են դրա, իրենք հոկտեմբերի 27-ի մասնակից են։ Այն մարդիկ, ովքեր կգնան ձայն կտան այդ շրջանակին։ Ես ճիշտ ասած այդ շրջանակի հետ կապված լավ բնորոշում ունեմ, ովքեր ձայն կտան Ռոբերտ Քոչարյանին եւ իր քերակին կուսակցություններին, իրենք ձայնը տալիս են Հայաստանի գուբերնիա դառնալու։ Իրենք մատաղ են։ Եվ իրենք մատաղ են անում, այո, Հայաստանի ուզում եմ այս կետում նաեւ դիմել մեր հայրենակիցներին։ Ես անկեղծ հասկանում եմ, որ դու կարող ես չընկալեք ներկա իշխանություններին։ Անկեղծ հասկանում եմ, որ կարող ես նաեւ չընկալեք մյուս ընդդիմադիր դաշտին եւ անկեղծ հասկանում եմ որ դուք կարող եք լավ միտումներով խապված լինեք, փորձեք դուրս գալ փողոց, բայց հարգելի հայրենակիցներ, սրանց հետ գործ չունեք։ Ձեր կյանքը, ձեր ապագան
չգիտեմ, ձեր երեխաներին մի դրեք վտանգի առաջ։ Սրանց հետ դուք գործ չունեք։ Սրանք ձեզ տանելու են, մատաղ են անելու, այնպես ինչպես փորձում են տանել մատաղ անել Հայաստանի Հանրապետություն Կա մի բան, կա մի գիծ, այն քաղաքացին, որը կմտնի քվյախցիկ եւ կվերցնի պրո-քոչարյանական քվյաթերթիկը եւ հա քերակին կուսակցություններից որևիցե մեկի թերթիկը այդ մարդը հոկտեմբերի 27 այդ մարդու համար սուրբ գործեր, սուրբ ակտեր, մարտի 1-ը սուրբ ակտեր եւ ինքը պատրաստ է մատաղանել Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այդ թերթիկները լինելու են Հայաստանի անկախությանը ոչ ասելու թերթիկներ։ Այստեղ պետքա լինի այո կամ ոչ։ Գնացեք ընտրեք մնացած քաղաքական շատ ուժեր կան։ Շատ քաղաքական այլ ուժեր կան։ Մենք հարյուրավոր կուսակցություններ ունենք Հայաստանի Հանրապետությունում, բայց հստակ է այն կծիկը, որը կա։ Եվ իրենք էլի են լինելու են մանր կուսակցություններից էլ կան իրանց շարքերում, որ փորձում են նրանց անուններով ինչ որ բաներ անել։ Գյումրի ընտրությունները վառ օրինակ։ Դեռ կբացվեն իհարկե Գյումրի կուսակցություններ։ ընտրությունները այնքան ապացույց էր, որ իրենք տենց մանր բաներով տեսեք ինչի են ուզում գալ։ Գյումրի այսօրվա քաղաքապետ ինչ էր ասում։ Ասում էր Հայաստանի ինքը Հայաստանի Հանրապետության անկախության վրա թքած ուներ եւ այդ մասին բացարձակ ասելա բացահայտ։ Հետևաբար նորից եմ ասում, այն քաղաքացին, որը կմտնի քվյախցիկ եւ կընտրի պրո-քոչարյանա դաշնակցական քվյաթերթիկը, ինքը ընտրում է Հայաստան, ինքը ասում է Հայաստանի Հանրապետության անկախությանը ոչ։ Ուրեմն շարունակելով անի խոսքը, ուզում եմ դիմել մեր իրավապահ համակարգին, դատական համակարգին, քննչական համակարգին, ընդհանուր բոլոր իրավապահ համակարգին եմ ուզում դիմել, ազգային անվտանգության ծառայությանը, տիկնայք եւ պարոնայք, այս ժամանակաշրջանը մնալու է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Ուզում եմ մի բան հստակ հիշեք ու իմանաք, դուք մնալու եք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, Հայաստանի Հանրապետությունը անկախ պահած մարդիկ։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր շնորհակալ է ձեզ, պարտական է ձեզ եւ խոնարհվում է ձեր առաջ։ Կանք շարնեք։ Այո։ Անցած եթերներից մեկը ես սկսել էի Վազգեն Սարգսյանի խոսքերով, այսօր եթերը կամփոփեմ Վազգեն Սարգսյանի խոսքերով։ Իր վերջին հայտնի հոդվածներից մեկում Վազգեն Սարգսյանը ասել էր, որ այս երկիրը ձերը չէ, դուք գալիս անցնում եք։ Ձերը այս երկրի սիրտը պահելն է։ Դիմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, խնդրում եմ, պահեք այս երկրի սիրտը։ Այնպես արեք, որ այդ սիրտը միշտ բաբախի ու Հայաստանի Հանրապետությունը միշտ լինի։ Լավ եղեք։